Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է եւ այսօրվա հյուրս 2025 թվականի Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստ, Կրասնոդար ակումբի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն է, ողջույն։ Սիրելի բարեկամներ, ցավոք այսօր Էդուարդը պատասխանելու է ռուսերեն։ Ճիշտ է, իր հարսանիքի օրը ինձ խոստացել է, որ ինքն ու կինը Ալինան ամեն ինչ կանեն, որ նաեւ կարողանա հայերեն խոսել, բայց առայժմ ֆուտբոլ խաղալը ավելի լավ է ստացվում Էդուարդի մոտ, քան հայերեն խոսելը։ Դրա համար այսօր կպատասխանի հարցերին ռուսերեն, բայց հաջորդ հարցազրույցը հուսամ հայերեն կանենք, չէ՞ Էդուարդ։ Հա։ Այո։ Խոստանում ես։ Հա։ Շատ լավ։ Պայմանավորվեցինք։ Նախ առաջարկում եմ գործընկերներից պատրաստած տեսանյութը դիտել, այն մասին, թե ինչպես է սկսել, ինչ փուլեր ես անցել եւ ուր ես հասել այս պահին։ Տեսանյութից հետո վերադառնանք ու զրուցենք, լավ։ Խնդրեմ։ Всем привет, я Спирсян Эдуард, капитан команды 2000 года рождения. Երբ խոսում ենք ֆուտբոլի մասին, հաճախ հիշում ենք գոլերը, հերոսական պահերը, դարպասապահի կարևոր փրկությունները, բայց երբ ուզում ենք հասկանալ, ով է իրականում կառավարում խաղը, պետք է նայենք նրան, ով մտքով է առաջնորդում։ Էդուարդ Սպերցյանը հենց այդպիսին է, նա դաշտի սիրտը, միտքը եւ հավասարակշռությունն է։ 25-ամյա Սպերցյանը ծնվել է Ռուսաստանում եւ ֆուտբոլային ուղին սկսել Կրասնոդարի ակադեմիայում։ Հենց այնտեղ ձևավորվեց նրա ոճը՝ գրագետ, սուր, չափազանց մտածված, բայց ամենակարևոր որոշումն առջևում էր՝ ընտրել թե որ երկրի դրոշի ներքո է խաղալու։ Կիսապաշտպանն ընտրեց ոչ թե հեշտ ճանապարհը, այլ սրտի ձայնը՝ Հայաստանը։ Այդ ընտրությունը դարձավ նրա պատմության ամենակարևոր էջը։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում Սպերցյանն արդեն անցկացրել է 34 հանդիպում եւ խփել 9 գոլ, բայց ավելի շատ քան թվերն են խոսում է նրա ներկայությունը դաշտում։ Նրա խաղը տալիս է այն, ինչ դժվար է չափել՝ կայունություն, վստահություն, հավասարակշռություն։ Նրա փոխանցումներն ու հարվածները հաճախ գծագրվում են միլիմետրային ճշգրտությամբ։ Բացի դրանից նա հավաքականի եւ ակումբի ստանդարտ իրավիճակների անփոխարինելի կատարողն է, թե անկյունայինների, թե տուգանայինների ժամանակ։ Չեռնոգորիայի հետ վերջին ընկերական խաղում Էդուարդ Սպերցյանը խփեց ազգային հավաքականի պատմության ամենաարագ գոլը։ Այդ խաղում նա նաև հավաքականում առաջին անգամ դուբլի հեղինակ դարձավ։ Սպերցյանը հավաքականում անցկացրած իր վերջին 3 խաղում խաղադաշտից առանց գոլից չի հեռացել, 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասը։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում նա փայլեց ոչ թե որպես կիսապաշտպան, այլ որպես գրողների գլխավոր կազմակերպիչ եւ իհարկե թիմի ավագ։ Կրասնոդարի կազմում անցկացրած 35 խաղում Սպերցյանը խփեց 11 գոլ։ Այդ թվերը հարձակվողին բնորոշ ցուցանիշներ են, սակայն Սպերցյանը սա անում է կենտրոնական դիրքում, հաճախ դառնալով կապը պաշտպանության եւ հարձակման միջև։ Սպերցյանը հայտնի է իր նուրբ եւ ճշգրիտ աճ-ոտքով։ Այսօր Սպերցյանը Ռուսաստանի լիգայի լավագույն կիսապաշտպաններից մեկն է։ Նրա անունը կապվում է եվրոպական, այդ թվում թոփ ակումբների հետ։ Եվ այդ սպասումի մեջ կա մեծ հույս, որ շուտով Սպերցյանը կանցնի այն սահմանը, որից սկսվում է եվրոպական բարձրակարգ ֆուտբոլը։ Բայց անկախ նրանից, որտեղ կլինի նրա հաջորդ խաղը, մենք արդեն գիտենք, նա ներկայացնում է Հայաստանը ոչ թե պարզապես խաղով, այլև արժանապատվությամբ։ Ահա այսպիսին է իրականությունը, այսպիսին է Էդուարդ Սպերցյանը այս պահին, եւ հիմա փորձենք հասկանալ, թե ինչու ֆուտբոլ։ Ով տարավ քեզ ֆուտբոլի։ Դու ես ուզում խաղալ, թե հայրդ, որ այդքան սիրում է ֆուտբոլ, ինքը քայլեր արեց։ Կարճ ասած, ինչու ընտրեցիր ֆուտբոլը։ Здравствуйте. Բարև ձեզ։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար։ Ես առաջին անգամ եմ հյուրընկալվում հայկական հեռուստատեսությունում։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու ֆուտբոլ, դա շատ բարդ հարց է։ Ես կարծում եմ ֆուտբոլի հանդեպ սերը մանկուց է եկել։ Ես դուրս էի գալիս բակ, որտեղ բոլորը խաղում էին ֆուտբոլ եւ բոլորը տարիքով մեծ էին ինձնից։
Հետո մայրս ինձ եւ իմ մեծ եղբորը Էրիկին ֆուտբոլի տարավ Պյատիգորսկ քաղաք։ Այնտեղ ամենափոքր տարիքային խմբում 1996 թվականին ծնված տղաներն էին, որոնք ինձնից 4 տարով մեծ էին։ Եղբայրս 1997 թվականին է ծնվել եւ նրան ընդունեցին, իսկ ինձ ընդունելու հարցը կասկածի տակ էր, քանի որ ես շատ փոքր էի եւ ասում էին, որ տարիքային տարբերությունը մեծ է։ Պետք էր մի փոքր էլ սպասել մինչեւ մեծանամ։ Ես լաց եղա, ասացի, որ շատ եմ ուզում ընդունվել եւ իմ առաջին մարզիչը Մխիթար Արամայիսի Դավիդյանը ասաց, որ անձամբ կվերցնի ինձ եւ առանձին կմարզի։ Այսինքն հավատաց քեզ։ Այո, նա հավատաց ինձ, երբ դեռ 5-6 տարեկան էի։ Ես սկսեցի պարապել։ Մանկապարտեզում ցերեկային քնի ժամանակ ես գնում էի մարզումների եւ այդպես քիչ-քիչ սկսեցի մարզվել Պյատիգորսկում։ Իսկ հետո Կրասնոդար ինչպես որոշվեց տեղափոխվել, թե արդեն տվյալներ կային, արդեն տեսան, որ դու կարող ես ու առաջարկեցին Կրասնոդար գնալ։ Այո, հետո մրցաշար տեղի ունեցավ, երբ արդեն մի փոքր մեծացանք, 10-ից 11 տարեկան էինք։ Պյատիգորսկում մրցաշար անցկացվեց 1998 թվականին ծնվածների, այսինքն ինձնից 2 տարով մեծերի միջև։ Մրցաշարին մասնակցում էին նաև Կրասնոդարի ակադեմիայի սաները։ Այնտեղ ինձ նկատեցին եւ որոշեցին հրավիրել փորձաշրջան անցնելու։ Ես էլ մեկնեցի։ Երբ վանից սկսվեց Գալիցկու այդքան սիրելը քեզ, երբ վանից ինքը քեզ համարեց ակումբինը, իրենցը։ Հստակ չեմ կարող ասել։ Սերգեյ Նիկոլաևիչը շատ ջերմ է վերաբերվում ակադեմիայի բոլոր սաներին։ Նա բոլորին գիտի։ Մենք շատ ենք, բայց նա բոլորիս անհատապես գիտի, բոլորիս հետևում է։ Դե ես մտածում եմ մոտ 2 տարի անց նա ինչ-որ բան նկատել է իմ մեջ, հավատացել է ինձ։ Գուցե բոլորին, բայց քո հանդեպ ուրիշ է վերաբերմունքը եւ դա զգացվեց նաեւ երբ որ վերջին խաղում այս տարվա հաղթեցիք Դինամոյին, հռչակվեցիք Ռուսաստանի չեմպիոն, հայրաբար էր քեզ գրկել։ Դե այո, հնարավոր է դա կողքից նկատվում է։ Շատ լավ։ Բոլորն են խոսում այն մասին, որ Գալիցկին կարողացել է իսկական լավ ակադեմիա հիմնել։ Շատ լավ այգով, Կրասնոդար այգով, ֆանտաստիկ ստադիոնով, իր ենթակառուցվածքներով եւ դա նկատելի է նաեւ արտասահմանում, բոլորն են խոսում այդ մասին։ Ինչ է նշանակում քեզ համար Կրասնոդարը։ Այն դարձել է քեզ համար հարազատ։ Հիմա որ խոսակցություններ կան քո գնալու մասին, հեշտ է հեռանալ Կրասնոդարից։ Да, что касается Краснодара, конечно, считаю это как своим домом. Այո, ինչ վերաբերում է Կրասնոդարին, ես այն իմ տունն եմ համարում։ Ես այնտեղ եմ տեղափոխվել 11-ից 12 տարեկանում, երբ փոխադրվում էի 6-րդ դասարան։ Ես մեծացել եմ այդ ակադեմիայում, գիտեմ ինչ հրաշալի պայմաններ են այնտեղ։ Չեմ կարող ասել, թե այնտեղ իմ անցած ճանապարհը հեշտ է եղել։ Այն բավականին բարդ էր։ Դեռ փոքր տարիքից մի շարք փորձությունների ես հանդիպում։ Պարտավոր ես շատ աշխատել, առավելագույնս կարգապահ լինել։ Եվ այդ ամենի միջով անցնելուց հետո այժմ խաղում ես հիմնական թիմում եւ նվաճում ես առաջին տիտղոսը։ Դա իհարկե կարևոր պատմություն է, այնտեղ իմ տունն է։ Ինչ վերաբերում է շշուկներին, կտեսնենք թե ինչ կլինի։ Անկեղծ հիմա չեմ կարող ոչինչ ասել։ Միջայլոց դա այս պահին հայ ֆուտբոլասերների քննարկելիք ամենակարևոր թեման է։ Ուր է գնալու Սպերցյանը։ Այնքան շատ թիմերի անուններ են տալիս, նույնիսկ մեկ անգամ ստիպված էի ես հայրիկիդ եւ կնոջդ հայրիկի հետ միասին հերքել մի լուր պաշտոնապես հերքել, որով քեզ տանում էին թուրքական Գալաթասարայ թե Ֆեներբահչե չեմ էլ հիշում, նույնիսկ այդպիսի լուրեր են պտտվում։ Հիմա կա որոշակիություն, կարող ես այս եթերից ինչ որ որոշակի բան ասել, թե դեռ ամեն ինչ քննարկման փուլում է ու դեռ ոչինչ չես կարող ասել։ Поводу моего будущего не могу сказать. Ապագայի մասին ոչինչ չեմ կարող հստակ ասել։ Ամեն ինչ հնարավոր է։ Կարող եմ ես մնալ Կրասնոդարում։ Այո, կարող եմ։ Կարող եմ գնալ։ Իհարկե կարող եմ։ Այնպես որ եկեք չկանխատեսենք։ Ինչ կլինի, թող լինի։ Հիմա մի քիչ ավելի հանգիստ եմ այդ հարցում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Բոլորն էլ գիտեն, որ ես շատ եմ ուզում։ Բայց չեմ ուզում շատ մտածել այն մասին, թե ինչ կլինի, եթե ես չգնամ։ Կյանքը շարունակվում է։ Ես Ռուսաստանի լավագույն ակումբում եմ, ինձ համար այստեղ էլ շատ լավ է։ Բայց ինչ վերաբերում է օրինակ Չեմպիոնների լիգային, իհարկե ուզում եմ մասնակցել։ Դա մանկության երազանք է եւ հույս ունեմ, որ կստացվի։ Надеюсь, что-то получится. Что касается Ինչ վերաբերում է թուրքական ակումբներին, երբ ես լսեցի այդ լուրերը, շոկի մեջ էի։ Դա անհնար է։ Я думаю,
как будто невозможно. Շատ բարի։ Այն ժամանակ դու սիրում էիր ֆուտբոլ խաղալ, դրա համար վազվզում էիր գնդակով, փոքրիկ բանջուկ էիր, դրա համար քեզ տարան ֆուտբոլի, բայց հիմա ֆուտբոլը քեզ համար կյանք է, կյանքիդ մեծ մասը։ Ինչ է դարձել քեզ համար ֆուտբոլը։ Դա ընդամենը խաղ է, թե դրա մեջ կա նաև այլ բաղկացուցիչ։ Это любимое дело. Դա սիրելի զբաղմունք է։ Ֆուտբոլն իհարկե աշխատանք է, բայց դրա հետ մեկտեղ դու զբաղվում ես քո սիրելի գործով։ Ես շատ երջանիկ եմ։ Ես շատ ուրախ եմ, որ մենք գնացինք ֆուտբոլի եւ որ աշխատելու շնորհիվ ինձ մոտ ստացվում է հասնել ինչ-որ նպատակների, արդյունքների։ Իհարկե չի կարելի կանգ առնել, առջևում շատ աշխատանք կա անելու։ Еще очень много работы. Հիմա գանք Հայաստանի ազգային հավաքական։ Գաղտնիք չէ, որ այսօր դու առաջատարն ես, քո նաև գեղեցիկ գոլերով խաղը դարձնում ես հետաքրքիր եւ շատ-շատերը քեզ հետ են հենց հույսեր կապում։ Ինչպես եկար հավաքական եւ ինչպես ես այն ընկալում։ Ինչ է դա քեզ համար։ Сборная для меня это Մեծ պատիվ է լինել այստեղ եւ խաղալ ազգային հավաքականի կազմում, դա նույնպես երազանք էր։ Ցանկացած մարզիկ երազում է կրել հավաքականի մարզաշապիկը։ Ես բավականին վաղ տարիքում եկա այստեղ, դեռ չէի խաղում Կրասնոդարում։ 2021 թվականի մարտին Ռումինիայի դեմ խաղն էր, ես խաղալու շանս ստացա։ Այդպիսի նորամուտի մասին միայն կարելի էր երազել։ 11 մետրանոց վաստակեցիր։ Да, это такое. Այո, ազգային հավաքականն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ամեն անգամ, երբ գալիս եմ հավաքական, դա նոր հնարավորություն է հավաքականին օգնելու, ինչ որ բանի հասնելու, որպեսզի Հայաստանում էլ ճանաչեն։ Помочь как-то сборной, и чтобы в Армении тоже все знали и достичь чего-то. Ռուսական մամուլը երբեմն քննադատում է քեզ, որ նախապատվությունը տվել ես Հայաստանի ազգային հավաքականին, կարող ես նաև Ռուսաստանում խաղալ։ Այստեղ որ գործոնն է դեր խաղացել։ Այն որ նաև հայրիկդ է ուղղորդել, թե դու ինքդ ես ուզել խաղալ Հայաստանի հավաքականում։ Нет, решение было за мной. Ոչ, որոշումն իմն էր, հստակ հիշում եմ դա։ Իհարկե ընտանիքում եւս քննարկել ենք։ Ռուսաստանում լեգիոներ դառնալու հարցն էլ կար։ Ես երիտասարդ էի ու գիտակցում էի, որ այդպիսի խնդիր կլինի։ Եվ չնայած այդ խոսակցություններին որոշեցի ու զանգահարեցի ֆեդերացիայի նախագահին։ Ասացի, որ ուզում եմ խաղալ Հայաստանի հավաքականում։ Ի վերջո Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, որտեղից հայրս է, որտեղից տատիկս ու պապիկս են։ Откуда дедушка, бабушка։ Պատմական հայրենիքի մասին իդեպ հայրդ Ջավախցի է, Խանդո գյուղից եւ քեզ մի անգամ, եթե չեմ սխալվում, տարել է։ Դու այնտեղ եղել ես։ Ինչ տպավորություն ունես։ Да, я помню это, конечно, я в первую очередь обещал дедушке. Այո, իհարկե հիշում եմ։ Առաջին հերթին ես պապիկիս էի խոստացել, որ կգնամ Վրաստան։ Ինչ շատ դուր եկավ։ Очень понравилось. Да, очень понравилось. Անպայման էլի կգնամ։ Обязательно. Շատ բարի։ Հիմա Հայաստանի հավաքականը լավ իրավիճակում չէ։ Բոլորս էլ հասկանում են, խնդիրներ կան, նոր գլխավոր մարզիչ է եկել, նոր մարտավարություն է թելադրում, նոր թիմակիցներ են գալիս, վերջին 2 ստուգողական հանդիպումների ժամանակ բավական նոր մարտիկ տեսար, դու ինքդ նույնպես։ Ինչպես կգնահատես իրավիճակը, ինչ հույս կտաս մեզ ապագային նայելու։ Կարող ես հիմա հուսադրել, որ այս հավաքականը կարող է այնուամենայնիվ լավ խաղ խաղալ, եւ ինչ կասես մարզչի մասին։ Да, что касается последних результатов, конечно, очень тяжело. Ինչ վերաբերում է վերջին արդյունքներին, իհարկե շատ ծանր է, հատկապես մեզ ֆուտբոլիստերիս համար, բայց սա կյանք է։ Ֆուտբոլում լավ բան կա, դա այն է, որ միշտ սխալներն ուղղելու ժամանակ կա։ Եթե նկատել եք, բավականին երիտասարդ թիմ ունենք։ Сейчас заметите, достаточно молодая команда у нас. Շատ են երիտասարդ խաղացողները եւ ես վստահ եմ, որ մեր հավաքականը մեծ ապագա ունի։ Я уверен, что большое будущее у нашей сборной. Ինչ վերաբերում է նոր գլխավոր մարզչին, կարող եմ ասել, որ մեծ փորձ ունեցող մարզիչ է, որը նաև ֆուտբոլիստի լավ կարիերա է ունեցել։ Իսկ որպես մարզիչ աշխատել է Այաքսում եւ Հունաստանի հավաքականում։ Հետաքրքիր է, սա հավաքականում խո արդեն 4-րդ մարզիչն է։ Կարող ես համեմատականներ անցկացնել ոճերի միջև, ինչ փոփոխություններ կան եւ արդյոք սա քո ոճն է։ Դու կկարողանաս նրա հետ նորմալ աշխատել։ Я ко всем тренерам всегда с большим уважением отношусь. Բոլոր մարզիչներին ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Իհարկե, յուրաքանչյուր մարզիչ իր գաղափարներն ու պահանջներն ունի։
Ինչ վերաբերում է նոր մարշին, իհարկե նա իր մոտեցումներն ունի։ Նա մեզնից պահանջում է ֆուտբոլ խաղալ։ Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են խաղում մեծ ակումբներն ու հավաքականները։ Թեորիապես ուսումնասիրում ենք, օրինակ, թե ինչպես է խաղում Paris Saint-Germain-ը։ Նա մեզ այդ ամենը ցույց է տալիս եւ պահանջում է, որ այդպես խաղանք։ Դա իհարկե շատ լավ է։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է հավատա, որ մենք էլ կարող ենք այդպես խաղալ։ Նրանք էլ մեզպես մարդիկ են։ Պետք է շատ աշխատել եւ ես վստահ եմ, որ մեր հավաքականը մեծ ապագա կունենա։ Պետք է աշխատել եւ հավատալ։ Нужно просто работать и верить. Իսկ թիմի մթնոլորտի մասին ինչ կասես, թիմակիցներից նրանց մասին ում հետ արդեն բավական երկար խաղացել ես եւ նորերի մասին։ Որակյալ թիմակիցներ արդեն կան, ում հետ քո պատկերացմամբ կկառուցես ապագայի լավ խաղը։ Да, конечно, достаточно много футболистов. Իհարկե մեծ ապագա ունեցող բավականին շատ խաղացողներ կան։ Նրանք չպետք է կանգ առնեն այն կետի վրա, որ իրենց մեկ անգամ կանչել են հավաքական, կամ որ մեկ խաղ անցկացրել են հավաքականի կազմում։ Ինչպես իմ, այնպես էլ նրանց համար հավաքական հրավիրվելը պետք է ազդանշան լինի, որ ամեն ինչ ճիշտ ենք անում եւ պետք է շարունակել ավելի շատ աշխատել։ Հաջորդ անգամ հավաքականի հետ ավելի մեծ արդյունքի հասնելու համար, որպեսզի ուրախացնենք մարդկանց, մեր հարազատներին։ Ես հույս ունեմ, որ նրանք իրենց մտքում պատրաստ են դրան։ Հավաքականում շատ տղաներ կան, որոնց հետ ինձ շատ հաճելի է աշխատել ու խաղալ ազգային հավաքականում։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի խաղի իր փիլիսոփայությունը։ Մեկի համար գերնպատակը մրցակցի դարպասը գրավելն է։ Մյուսի համար մրցակցի հարձակվողներին խաղալու հնարավորությունից զրկելը, երրորդի համար գեղեցիկ փոխանցում կատարելը։ Չգիտեմ, ամեն մարդ իր ճանապարհն ունի իր ֆուտբոլային փիլիսոփայությունը։ Քո փիլիսոփայությունը ո՞րն է։ Քեզ համար որ այդ գործոններից ո՞րն է ամենամեծ բերկրանքը պատճառում քեզ խանդավառություն տալիս։ Գոլի հեղինակ դառնալը, խաղը կազմակերպելը, գոլային փոխանցում կատարելը, դաշտում ուղակի թիմակիցներին կապելը կամ մի այլ բան։ Да, я думаю, что все вот это вот вместе. Вообще играть. Կարծում եմ բոլորը միասին, ընդհանրապես ֆուտբոլ խաղալը միայն հաճույք պետք է լինի։ Իհարկե, երբ խոսում ենք հավաքականի վերջին արդյունքների մասին, խաղերից հաճույք ստանալ չի հաջողվել։ Երբ պարտվում ես, ամեն դեպքում հետո հիշվում է արդյունքը, ոչ թե խաղի ընթացքը։ Եվ գոլ խփելը, եւ կոմբինացիոն լավ ֆուտբոլ խաղալը ոչ միայն մեզ է դուր գալիս, այլև խաղը դիտող երկրպագուներին։ Եվ իհարկե առաջին հերթին դա կլինի թիմային արդյունք, թիմային հաղթանակ։ Конечно, я думаю, в первую очередь это командный результат, командная победа. Շատ լավ։ Հիմա սովորաբար նաև ինչ որ բան տեղի է ունենում, որը հետո քեզ ամենամեծ ուրախությունն է պարգևում։ Քո կյանքի մինչև հիմա ամենամեծ ուրախություն պարգևած խաղը ո՞րն է։ Ну, наверное, дебютная, да. Ամենայն հավանականությամբ նորամուտի խաղս։ Իհարկե, լավ հանդիպումներ շատ են եղել։ Օրինակ Իռլանդիայի հետ տնային հանդիպումը, երբ մենք հաղթեցինք 1-0 հաշվով, եւ ես խփեցի հաղթական գոլը։ Այդ խաղի ընթացքում ես ինձ վատ էի զգում, բայց ամենահիշարժանն իհարկե Ռումինիայի դեմ խաղն էր։ Նման նորամուտ իսկապես երազանք էր։ Իսկ ակումբային մակարդակում այս վերջի խաղը։ Ну, да. Այո, վերջինը, իհարկե։ Իսկ մանկության երազանքը ո՞ր թիմն է եղել։ Ո՞ր թիմում խաղաս, որ համարես կատարվեց իմ երազանքը ակումբում։ Я думаю, что Կարծում եմ հստակ թիմի անուն տալ չեմ կարող։ Երազում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում եւ Հայաստանի հավաքականի հետ դուրս գալ մեծ մրցաշար։ Ես էլի հարցեր ունեմ, որոնք կուզեի տալ, բայց որովհետեւ հերոստատիտողն էլ հարցեր ունի քեզ տալու։ Դրա համար ավելի լավ է Մարիամին կանչենք տաղավար ու պատասխանես հերոստատիտողի հարցերի։ Ողջույն Էդուարդ։ Մինչև հավաքական գալը շփվել եք տղաներից որևէ մեկի հետ։ Да, общался с Այո, շփվել եմ Վարազդատ Հարոյանի եւ Խորեն Բայրամյանի հետ։ Խորեном Բայրամյանը։ Ո՞րն է ձեր ամենասիրելի գոլը։ За клуб это гол со штрафного. Ակումբում Սպարտակի դարպասին Տուգանայինի սպատի տակով խփած գոլն է, իսկ հավաքականում Իռլանդիայի հետ տնային խաղում խփած գոլը։ Ո՞րն է ձեր կյանքի ամենամեծ նպատակը։ Здоровье и счастье. Որ իմ հարազատները առողջ ու երջանիկ լինեն։ Было у моих родных. Եվ Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նաեւ դա։ Եթե չլիներ ֆուտբոլ, ապա ինչ մասնագիտություն կունենայիք։ Չգիտեմ, անկեղծ ասած չեմ մտածել այդ մասին, նույնիսկ չեմ պատկերացնում։ Իսկ միայն ֆուտբոլ։ Папа мне всегда говорил, что если этот Հայրս ինձ միշտ ասում էր, եթե ֆուտբոլ չկարողանաս խաղալ, կգնաս ավտոլվացման կետում աշխատելու։ Ուրիշ բան չեմ պատկերացրել, անկեղծ։ Ինչով եք զբաղվում ազատ ժամանակ։
свободное время. Ժամանակս անցկացնում եմ կնոջս հետ Կրասնոդարում, երբեմն ծնողներս են այցելում։ Շնորհակալ եմ անկեղծ պատասխանների համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Էդուարդ, սիրելի բարեկամներ, հյուրս Էդուարդ Սպերցյանն էր, մեր սիրելի ֆուտբոլիստը։ Ասեմ, որ սա այս եթերաշրջանի մեր վերջին հաղորդումն էր։ Կհանդիպենք աշնանը նոր եթերաշրջանում։ Եղեք երջանիկ ու տարեք ամենակարևոր հաղթանակները ձեր կյանքում։ Ցտեսություն։